Անձին մեղադրանք ներկայացնելը դեռ չի նշանակում, որ նա մեղավոր է։ Մեղավորությունը պետք է հաստատվի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ինչը իրենից ենթադրում անմեղության կանխավար կացի եւ ինչպես են պաշտպանվում մեղադրյալի իրավունքները քրեական վարույթի ընթացքում։ Մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Հարցաքննությունները քրեական վարույթի կարևոր փուլերից են, որի ընթացքում անձից ստացված ցուցմունքները կարող են հետագայում օգտագործվել որպես ապացույց։ Միաժամանակ օրենքը սահմանում է մի շարք երաշխիքներ, որոնք կոչված են պաշտպանելու անձին հարկադրանքից եւ ապահովելու նրա որպես դատավարության մասնակցի իրավունքները։ Իհարկե չի կարելի ասել, որ այդ խախտումները համակարգային բնույթ են կրում, բայց եւ այնպես դրանք այնքան քիչ չեն, որպեսզի դրանք համարենք նվազ կամ որևէ ուշադրություն չդարձնենք դրանց։ Մեծամասամբ այդ խնդիրները պայմանավորված են անձի դատավարական կարգավիճակը ճիշտ որոշելու հետ, նրա լրելու իրավունքը կամ պաշտպանի մասնակցությունը ապահովելու իրավունքը ճիշտ պարզաբանելու եւ որն ավելի կարեւոր է, անձի կողմից իր իրավունքները հասկանալու առումով, որովհետեւ եթե թղթի վրա դրանք պարզ գրված են, միշտ չէ որ անձը դրանք ճիշտ է ընկալում։ Չնայած օրենսդրական երաշխիքներին գործնականում հարցաքննության ընթացքում կարող են առաջանալ տարբեր խնդիրներ։ Դրանք կարող են կապված լինել անձին իր իրավունքների պատշաճ չտեղեկացնելու, պաշտպանի մասնակցության սահմանափակման կամ հարցաքննության ընթացակարգային պահանջների չպահպանման հետ։ Հարցաքննությունների ընթացքում անձանց իրավունքների խախտումը, եթե համեմատենք նախկին ժամանակաշրջանի, նախկին տարիների, որոշակի դրանց քանակը կարելի ասել նվազել է եւ բնույթն է փոխվել, բայց չեմ կարող պնդել, որ այս պահին անձանց իրավունքների խախտում թույլ չի տրվում եւ դա համակարգային բնույթ չունի։ Եվ որպես այդպիսին իմ պրակտիկայում հանդիպած խնդիրները կարելի ասել բազմաթիվ են, սակայն կուզեմ առանձնացնել դրանցից մի քանիսը էականները։ Օրինակ, անձինք դատավարության շրջանակներում կարող են հարցաքննվել տարբեր դատավարական կարգավիճակներով, օրինակ որպես տուժող, ձերբակալված, մեղադրյալ, վկա եւ ամեն դատավարական կարգավիճակ ունի իր իրավունքները եւ պարտականությունները, սա շատ կարեւոր է իրավունք եւ պարտականություն իմանալը եւ էական խնդիրներից մեկը եւ դրան զուգորդող խախտումները այդ իրավունքների այսպես ասած բովանդակային չպարզաբանումն է։ Օրենքը պաշտպանի մասնակցությունն ու լռելու իրավունքը դիտարկում է որպես անձի պաշտպանության կարևոր երաշխիքներ։ Սահմանված են անձի լռելու իրավունքը եւ պաշտպանելու իրավունքը, սակայն առավելապես խախտվում են նախաքննության սկզբնական փուլում կամ անձին ձերբակալելու կամ հրավիրելու հենց այդ ամենաառաջնային փուլում, երբ քաղաքացին դեռևս տեղեկացված չէ կամ պատշաճ իրեն չի պարզաբանվել, թե ինչ վարույթի շրջանակներում է հրավիրվել կամ ձերբակալվել։ Շատ ժամանակ այդ իրավունքների ցանկը տրամադրելը կամ պարզաբանելու ուղղակի մեխանիկական process է իրենից ենթադրում եւ սկզբնական շրջանում ձերբակալվածը կամ մեղադրյալը ամբողջությամբ չի գիտակցում, թե ինչ է նշանակում լռելու իրավունք եւ որ դեպքում նա կարող է օգտվել այդ լռելու իրավունքից։ Հարցաքննության ժամանակ անձը պետք է հնարավորություն ունենա օգտվելու իրավաբանական օգնությունից եւ ազատորեն որոշելու պատասխանել հարցերին, թե օգտվել լռելու իրավունքից։ Թեև քննիչների կողմից պարզաբանվում են անձին լռելու իր իրավունքը, սակայն միաժամանակ լինում են դեպքեր, երբ անձը լսելով իրեն առաջադրված հարցերը որոշակի գիտակցում է իր մոտ առաջանում, որ իր լռելը կարող է հակառակը դիտարկվել եւ օգտագործվել իր դեմ այնքանով, որ ի վնաս իրեն գործողություններ իրականացվեն կամ օրինակ պրակտիկայում լինում են, որ թեև պարզաբանում են լռելու իրավունքը, բայց այսպես ասած հորդորում են, այ որ չլռեք, պատմեք, համագործակցեք վարորդականացնող մարմնի հետ, կխուսափեք այս հետևանքներից եւ այլն, բայց նման դեպքերում անձը պետք է գիտակցի, որ ճիշտ է սկզբնական փուլում կարող է վրա հասնել որոշակի անհարմարություններ, բայց եթե չգիտես վարույթը ինչի մասին է, ինչ հեռանկար կարող ես ունենալ այդ հարցաքննության ժամանակ ըստ անձի որոշակի անմեղ հարցերի պատասխանելուց, ապա ավելի նախընտրելի է հրաժարվել հարցին պատասխանել օգտվել լռելու իրավունքից, քան տալ որոշակի պատասխան, որը հետագայում կարող է օգտագործվել իր դեմ կամ եթե անգամ հարցաքննությունը կատարվում է առանց որևէ խախտման եւ դա անթույլատրելի հետագայում ճանաչվելու նախադրյալներ չունի ու անձը հետագայում դատարանում հրաժարվի իր կողմից խոսքը վերաբերվում է այն անձին, որը որ մեղադրյալի կարգավիճակ է ստանձնելու կամ այդ պահին արդեն իսկ ունի
Եթե նա նույնիսկ հետագայում հրաժարվի առանց պաշտպան տրված իր ցուցմունքից, ամեն դեպքում այդ հարցաքննության ընթացքում քննիչը արդեն իսկ ստանում է որոշակի տեղեկություններ հարցաքննված անձից եւ այդ տեղեկությունները կարող են հիմք հանդիսանալ հավելյալ ապացույցների ձեռքբերման։ Նման դեպքերում քանի որ ըստ էության բուն հարցաքննությունը առանց հիմնարար իրավունքների խախտման է տեղի ունենում, անձը կամովին պատասխանում է բոլոր հարցերին, դրանից բխող ապացույցները ընդունելի ապացույցներ, այսինքն թունավոր ծառի, թունավոր պտուղներ չեն կարող համարվել։ Սակայն հարցաքննության ընթացքում անձի իրավունքների պաշտպանության խնդիրը միայն պաշտպանի կամ լռելու իրավունքի ապահովմամբ չի սահմանափակվում։ Կարևոր է նաև այն եղանակը, որով հարցերը տրվում են եւ ցուցմունքը ձեռք է բերվում, ինչպես նաև կարևոր է, որ անձն իմանա, թե ինչ կարգավիճակով է հարցաքննվում։ Վկան ի տարբերություն ձերբակալվածի եւ մեղադրյալի պարտականություն ունի ցուցմունք տալու։ Սակայն օրենսդիրը նախատեսում է դեպքեր, երբ վկան իրավունք ունի ցուցմունք չտալ, մասնավորապես, երբ որ ողջամտորեն ենթադրում է, որ իր տված ցուցմունքը կարող է հետագայում օգտագործվել իր կամ իր մերձավոր ազգականի դեմ։ Հիմա քննիչը սա որպես կանոն հարցաքննությունից առաջ բարձրաբանում է, բայց այն դեպքերում հիմնականում, երբ անձը օրինակ վկան առանց փաստաբան է ներկայանում հարցաքննության, բովանդակային առումով պարզաբանում, թե օրինակ երբ է սկսվում այդ ողջամիտ ենթադրության սահմանը, սահմանները որոնք են, երբ է սկսվում, երբ է ավարտվում եւ ինչպես անձը եւ որ պարագայում կարող է օրինակ այս իրավունքը իրացնել եւ օգտագործել եւ ուրեմն լռել։ Իրավունքների չիմացության զոհ չլինելու համար կարևոր է հարցաքննության գնալ փաստաբանի հետ կամ առնվազն խորհրդակցել նրա հետ։ Դեպքեր են լինում, երբ որպես դատավարական կարգավիճակ անձը ունի վկայի կարգավիճակ, սակայն երբ որ ներկայանում է եւ քննիչը սկսում է հարցաքննությունը բովանդակային, կասկածի շուրջ որոշակի սկսում է հարցեր տալ։ Այս պարագայում անձը ըստ էության օգտվում է մեղադրյալի իրավունքներից, այսինքն լռելու իրավունքից։ Դառնում է ոչ թե ցուցմունք տալը պարտականություն, այլ իրավունք։ Եվ կարևոր մի հանգամանք էլ կա, օրենսդիրը նշում է, որ այն պարագայում, երբ որ վկան ծանուցվել է, որ փաստաբանի հետ միասին կարող է ներկայանալ հարցաքննության եւ ներկայանում է առանց փաստաբանի, եւ հարցաքննության ընթացքում երբ որ հասկանում է, որ վարույթն իրականացնող մարմինը ըստ էության վերջինիս կասկածում է, իրավունք ունի պահանջել, որպեսզի ընդհատվի հարցաքննությունը եւ հարցաքննությունը հետագայում շարունակվի արդեն իր իսկ կողմից հրավիրված փաստաբանի ներկայությամբ։ Բարձրացվում է նաև հարցաքննվող պաշտպանյալի եւ փաստաբանի տեսակցության խնդիրը։ Լինում են դեպքեր, երբ փաստաբանին չի թույլատրվում հանդիպել վստահորդին, այսպիսով խոչընդոտելով վերջինիս իրավունքի իրացմանը։ Այս երաշխիքների արդյունավետությունը կարևոր է ոչ միայն կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության, այլև քրեական վարույթի նկատմամբ վստահության համար։ Երբ ձերբակալվածին կամ մեղադրյալին պարզաբանում են պաշտպան ունենալու իրավունքը, պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ անձը պարզապես չգիտակցելով այդ իրավունքի կարևորությունը հրաժարվում է պաշտպան ունենալուց եւ դա կարող է պայմանավորված լինել ինչպես իր ֆինանսական միջոցներով, այնպես էլ պարզապես րոպե շուտ քննչական մարմնից դուրս գալու ցանկությամբ, որովհետև հանրային պաշտպանի գրասենյակից պաշտպան ներգրավելու գործընթացը տեխնիկական առումով որոշակի ժամանակ է իրենից ենթադրում եւ մեծամասամբ ձերբակալված անձինք պարզապես նշում են, որ հրաժարվում են պաշտպան ունենալու իր իրավունքից եւ առանց պաշտպանի են ցուցմունքը տալիս։ Գերակշիռ դեպքերում, ինչպես վերջին շրջանում այս ձերբակալություններով, պաշտպանները ի սկզբանե մերձավոր ազգականի դիմումով գնում են քննչական մարմիններ, սակայն հաշվի առնելով, որ պաշտպանը քննչական մարմնի մուտքից ներս չի կարող մտնել, մինչդեռ քննիչի կողմից համաձայնությունը չկա, որ բարձրանա իր վստահորդի մոտ, նման դեպքերում պաշտպանի մասնակցության իրավունքի խնդիրը հեղեղուկ է դառնում, որովհետև ձերբակալվածը վերևում քննիչի մոտ գտնվող
ըստ էության ինքը այդ պահին չհասկանալով իրեն պաշտպան պետք է թե ոչ պարզապես հրաժարվում է պաշտպանի իր իրավունքից, անգամ այդ չգիտակցելով, չիմանալով, անտեղյակ լինելով, որ իր մերձավորացկականը իր համար օրինակ արդեն իսկ պաշտպան է հրավիրել եւ վերջինս գտնվում է վարորդականացնող մարմնի վարչական շենքում։ Բայց երբեմն քննիչները, անգամ եթե տեղյակ են, որ պաշտպանը այդտեղ է դիմումին ծանոթացել են, գիտեն, որ պետք է ներգրավի, տակտիկական առումով սկզբնական շրջանում չեն ասում, որ ձեր պաշտպանը արդեն իսկ այստեղ է իր համաձայնությունը տարաժամկետելու համար եւ այդ ընթացքում ձերբակալվածից ցուցմունք են ստանում ու այդ ցուցմունքի բովանդակությունը, եթե այլ քննչական դատավարական գործողությունների արդյունքում իրենք չէին կարող որոշակի ինֆորմացիա ստանալ, ձերբակալվածի ցուցմունքի ժամանակ ստանում են այդ ինֆորմացիան ու հետագայում օգտագործում իրենց մյուս ապացուցողական գործողությունները ձեռնարկելու եւ հավելել ապացույցներ ստանալու նպատակով։ Եթե հարցաքննության ընթացքում խախտվել են անձի դատավարական իրավունքները, առաջանում է նաեւ այդ եղանակով ստացված ցուցմունքի որպես ապացույցի օգտագործման հարցը։ Այս դեպքում դատարանը պետք է գնահատի ոչ միայն ցուցմունքի բովանդակությունը, այլև դրա ձեռքբերման օրինականությունը։ Այսինքն անձի իրավունքների խախտումը կարող է ունենալ ոչ միայն ընթացակարգային, այլև ուղղակի ապացուցողական հետևանք։ Եթե տվյալը ձեռք է բերվել օրենքի պահանջների էական խախտմամբ, դատարանի առջև կարող է դրվել այն անթույլատրելի ճանաչելու հարցը։ Օրենսդիրը հստակ արգելք է սահմանում եւ նախատեսում է, որ չի թույլատրվում անձից տեղեկություններ ստանալ բռնության, համոզելու եւ ցանկացած անօրինական ձևով։ Եվ բացի դրանից, օրենսդիրը նաեւ քրեական դատավարությունը հստակ նախատեսում է հարցաքննության ընդհանուր կարգը, թե ինչ ձևով պետք է իրականացվի, օրինակ ժամային առումով որոշակի սահմանափակումներ կան, կախված անձի կարգավիճակից, էլի առանձնահատկություններ կան, օրինակ անչափահասների դեպքում ինչպես պետք է իրականացվի, կարգը եւ դրա անցկացման եղանակը։ Եվ հենց այս կարգավորումներն են այդ սահմանը թույլատրելի հարցաքննության եւ անթույլատրելի հարցաքննության միջև։ Ի վերջո, հարցաքննության օրինականությունը պետք է գնահատել ամբողջ գործընթացի համատեքստում։ Արդյոք անձը տեղեկացված է եղել իր իրավունքների մասին, հնարավորություն ունեցել է օգտվելու պաշտպանի օգնությունից, ազատորեն օգտվել է լռելու կամ ցուցմունք տալու իրավունքից եւ արդյոք նրա նկատմամբ կիրառվել է անթույլատրելի ազդեցություն։ Քրեադատավարական փոփոխությունից հետո, երբ ներդրվել են տեսաձայնագրող սարքերով նշված քննչական գործողությունները կատարելու ընթացակարգը, անհամեմատ բոլոր նմանատիպ խախտումները նվազել են, սակայն այս դեպքում չեն կարող ասել, թե օրինակ մինչ հարցաքննությունը սկսել է, մինչ տեսաձայնագրող սարքը միացնելը նշված քաղաքացու հետ ինչ է տեղի ունեցել, ինչ միջոցներով կամ ինչ հարկադրանքով են անձից փորձել այս կամ այն ցուցմունքը կորզել եւ կարեւոր է, որ հրավիրված քաղաքացին իր ցուցմունքը տալիս հասկանա, թե ինչ է նա ցանկանում հայտնել, ինչն է նրա կամքը ցուցմունքի ժամանակ տրամադրելու եւ ինչն է քննիչի կամ ինչ այդ որպես կանոն հետաքննության մարմնի վարած քաղաքականության կամ այսպես ասած ճակերտավոր հորդորների արդյունքում Կարևոր նշանակություն ունի նաեւ հարցաքննության պատշաճ արձանագրումը։ Արձանագրումը հնարավորություն է տալիս հետագայում պարզել, թե ինչ հարցեր են տրվել, ինչ պատասխաններ է տվել անձը եւ ինչ ընթացակարգով է ստացվել ցուցմունքը։ Հետեւաբար դրա պատշաճ վարումը կարևոր է նաեւ հետագա դատական վերահսկողության համար։ Երբ որ իրավունքների խախտումը անձի առերևույթ է, դատարանները ավելի շատ հակված են նշված ապացույցը հարցաքննության արձանագրությունը անթույլատրելի ճանաչելու, սակայն էլի նշում եմ տարբեր մոտեցումներ կա, բայց այստեղ նաև կուզեմ նշեմ քրեական դատավարության այս փոփոխությունները, մասնավորապես հարցաքննությունների պարտադիր տեսաձայնագրառումը կարևոր է այս իրավունքների խախտման բացահայտման տեսանկյունից, երբ որ օրինակ անձը նշում է, որ նա ընկճված է եղել կամ նրա նկատմամբ որոշակի օրինակ անօրինական ազդեցություն է գործադրվել կամ նա շփոթված է եղել, հոգնած է եղել, այս հանգամանքները որպես այդպիսին դժվար գնահատման ենթարկելի են, բայց այս տեսաձայնագրությունների առկայության պայմաններում դատարանները հնարավորություն են ունենում անձի հայտնած տվյալները գնահատել, տեսնել, եւ արդյունքում կայացնել համապատասխան որոշում։ Հարցաքննության ընթացքում անձի իրավունքների ապահովումը միայն ձևական պահանջ չէ, այն քրեական վարույթի օրինականության կարևոր պայմաններից է, իսկ թույլ տված խախտումները որոշ դեպքերում կարող են անդրադառնալ նաև հետագայում դատարանում ապացույցների գնահատման վրա։